Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ես զարմանում եմ, որ դաշնակցությունն է բողոքում այս փոփոխությունից, որովհետև ես ինչքան հիշում եմ, այն դեռ 20 տարի առաջ դաշնակցությունը ասում էր, որ պետք է անցնենք 100% համամասնականի, 100% համամասնականի, որի փիլիսոփայության մեջ այն էր, որ պետք է անձերից վերացարկվենք, պետք է խորհրդարանական ընտրությունները լինեն ոչ թե անձերի անունների շուրջ, այլ կուսակցությունների անունների շուրջ։ Հիմա եթե մի վրիպակի պատճառով, որը իդեպ մենք կարող էինք ուղղել նույնիսկ առանց քվեարկության, կարող էինք ուղղակի խմբագրական ձևով ուղղել։ Այդ բանը վրիպել է եւ մենք ըստ էության պաշտպանում ենք այն, ինչը դուք էիք ասում, այսինքն, ասենք, պատկերացրեք հիմա դաշնակցությունը սկսի կոչվել, չգիտեմ, Արծվիկ Մինասյան, Դաշինք կամ Արմեն Ռուստամյան կամ Քոչյան, սա այդպես մենք հատուկ անցանք 100% համամասնականի, որ անձերից ընտրությունները, որ անձերից դառնան կուսակցությունների շուրջ, դառնան քաղաքական գաղափարների շուրջ, ոչ թե անձերի շուրջ։ Հիմա ասում եք, չէ, ինչի՞ եք անձերի անունը արգելում օգտագործել Դաշինքի անվան մեջ։ Շատ լավ, հասկանալով թե դուք ինչ եք ակնարկում, էդ էլ ասեմ, անվան մեջ արգելվում է, բայց քվեաթերթիկի վրա չի արգելվում։ Ձեր քվեաթերթիկի վրա գրված է լինելու ձեր վարչապետի տեխնացուի անունը, մեր քվեաթերթիկի վրա գրված է լինելու վարչապետի մեր տեխնացուի անունը, Բարգավաճ Հայաստանը դեռ չի ասում, ով է իրանց տեխնացուն, այն մյուս ոնց է, ուժեղ Հայաստանին էլ թող գրի վարչապետի իր տեխնացուի անունը, Սամվել Կարապետյանն է, դա կտող կա, թող գրի ցուցակի առաջին համա Սամվել Կարապետյան։ Չի կարող գրել, ուրեմն չի կարող դառնալ վարչապետ։ Եթե կարող է դառնալ վարչապետ, թող գրի անունը ցուցակի առաջին, երկրորդ, երրորդ որևէ համարում։